Շատերը ասում են, շատ ենք մենք քաղաքական խոսույթներից խոսում, շատ ենք մենք խոսում տնտեսական հարցերով, չենք խոսում ինչա կատարվում քաղաքականության մեջ, չենք խոսում իշխանության քայլերից։ Ժողովուրդ, ինչ խոսամ իշխանության քայլերից։ Երեք այստեղ էր Հայաստանի վարչապետը։ Այստեղ իմ հիշելով կամ այստեղ Անգեղակոթում կամ Կորնիձորում Գորիսում ինքը հայտարարություն արեց, ասեց Արցախը երբեք մերը չի եղել։ Լսել եք էդի։ Ժողովուրդ, այս հայտարարության մեջ մեկ շատ վտանգավոր բան կա։ Շատ վտանգավոր։ Գիտեք ինչն է։ Եթե Հայաստանի կառավարությունը ասում է, որ Արցախը երբեք հայկական չի եղել, ուրեմն Արցախ զորակոչված ժամկետային զինվորական ծառայություն անցած զինվորները քրեական հետապնդման կարան ենթարկվել, որպես օտար երկրում զորակոչ անցած զինված խումբ, այդ դրանով են վտանգ ներկայացնում իր այս հայտարարությունը։ Ինքը, այ մարդ, մի խոսա Արցախից, տվել ես, մի խոսա, էլ վնաս, մի տուր։ Սյունիքի ամենամեծ գործազրկություն ունեցող շրջանի համար մենք բերել ենք ծրագիր գործարանի, մենք բերել ենք ծրագիր գյուղատնտեսական զարգացման, տեխնիկայի պարկի միջոցով, մենք բերել ենք ծրագիր անասնապահության զարգացման։ Մարդիկ կարող են Սիսիանում աշխատանք ունենալ, մարդիկ կարող են գյուղերում ապրուստ ունենալ, եւ երիտասարդները վերջապես կարող են ունենալ զբաղմունք այս քաղաքում, որ չգնան քաղաքից Երևան կամ երկրից, որովհետև մարդիկ լքում են Հայաստանը։ Աղքատների հետ կապված մենք ունենք մի նոր ծրագիր, որը կուզենամ ձեզ ներկայացնեմ։ Ովքեր մեզ հետևում են գիտեն, բայց ուզում եմ ներկայացնեմ։ Հայաստանում կան տասնյակ հազարավոր ծայրահեղ աղքատ մարդիկ, ում ընտանիքում մի մարդու հաշվարկով, այսինքն եթե 5 հոգի կա, ամսեկան 120,000 դրամ են ստանում, ամսեկան ամբողջ ընտանիքը։ Մենք մի հատ առաջարկ ունենք։ Աշխարհում կան շատ ունևոր լավ ապրող հայեր, իսկ Հայաստանում կան շատ ծայրահեղ աղքատ ապրող հայեր։ Ստեղծվում է աղքատության հաղթահարման հիմնադրամ։ 70% ներդրում են անում մեր գործընկերները, Սփյուռքի հայրենակիցները, հարուստ ունևոր հայերը։ 30% հիմնադրամում ներդրում է անում պետությունը եւ ամեն ծայրահեղ աղքատ ընտանիքին, 5 հոգանոց ընտանիքին ամսեկան վճարվում է 150,000 դրամ օգնություն։ Քաղաքական գործիչները շատ են, քաղաքականությամբ զբաղվողները շատ են, բայց ուզում եմ ձեզ մի բան ասեմ, մեր խոսույթը քաղաքական չի, որովհետև մենք քաղաքական գործիչ չենք եղել երբեք, մենք եղել ենք տնտեսական գործիչ։ Սամվել Կարապետյանը եղել է տնտեսական գործիչ, ինքը իր գրպանից ներդրում է արել իր երկրում, բարեգործություն է արել իր երկրում։ Միևնույն ժամանակ, այն ժամանակ, երբ միլիոնավոր դոլարներ իր անձնական փողերից ինքը ուղարկել է, կառավարությունը միլիոնավոր դոլարներ պարգևավճար է ստացել։ Համեմատությունը, երբ դուք ասում եք ճանապարհի այս մասը կառավարությունն է արել, կառավարությունը ձեր փողերով է արել, ժողովուրդ։ Կարապետյանը իր փողերով է արել։ Սիսանցիներ կան, գործը ունենալու են, հողը հայրերի ունենալու են, ուղղակի պետք է հավատանք ու ակտիվ գնանք։ Պետք է հավատանք, որ հայերին հաղթել սազումը, այսօր հաղթանակի օրն է, ուզում եմ բոլորիդ շնորհավորեմ հաղթանակի օրվա կապակցությամբ ու մաղթեմ նորանա